Բարև, այսօր պիտի շարունակենք Դավիթի պատմությունը առաջին թագավորաց 22-ի մեջ։ Վերջին անգամ տեսանք Հովնատան հավատարիմ ընկեր էր Դավիթի եւ պաշտպանեց զինք օգնելու Դավիթին փախչելու, երբ Սավուղ մտադիր էր զինքը սպանել։ Եվ այստեղ առաջին համարի մեջ կգարտանք Դավիթ փախավ Ոտոմի քարայրը Երուսաղեմի հարավ արևմուտքը։ Այստեղ Դավիթի կյանքի մեջ կսկսի շրջանը, որ ան կբահվի քարայրներու մեջ։ Եվ ան կսորվի թե թագավորին կորձը աջաբարանքով չլար։ Աստված զինքը սորվեցնե եւ գմարզե, այնպես ինչպես ըրավ Դավիթեն առաջ Աբրահամի, Հակոբի, Հովսեփի եւ Մովսեսի, ուր Աստված հիանալի կերպով կորզածեց անոնց։ Դավիթ իր հալածանքի ամբողջ ընթացքին, թեև ան օծված թագավորն էր, ան ոտողմի քարայրը գնե իր գետրոնը։ Այստեղ Աստված կմարզե Դավիթին։ Կտեսնենք այս գլխում մեջ մոտավոր 400 մարդիկ միացան Դավիթի որպես իրենց առաջնորդը։ Եկեք տեսնենք ինչպիսի մարդիկ միացան Դավիթի։ Անոնց մեջ 3 տեսակի մարդիկ կային։ Նախ անոնք, որոնք հալածված էին Սավուղի գոմե, ետքը բարդք ունեցողներ, որոնք այդ օրերուն եթե մեկը բարդքի դակ լար, ան կձախվեր ստրուգության, այդ էր Մովսեսական օրենքը, եւ վերջին խումբը թշկողոներու խումբն էր, որոնք բարգացած էին կյանքի բարականերեն եւ փորձություններեն։ Ասոնք բոլորը կփախչեին Սավուղեն, որովհետեւ Սավուղ սատանային մարդն էր։ Այդ մեկը կհաստատվի 22-րդ գլխուն 9-19 համարներու մեջ։ Նաեւ կտեսնենք Եթովմայեցի Թովեկ, որ ագանադես եղած էր Դավիթի եւ Աքիմելեքի միջև դեղի ունեցած դեպքին, կպատմե Սավուղին եւ ան կզայրանա եւ գանչել գուտա Աքիմելեքին։ Եվ Սավուղ կհրամայե Թովեգին, որը սպաննե Քահանան եւ այդ քաղաքի բոլոր բնակիչները։ Կտեսնեք Սավուղի թարնության եւ վրեժխնդրության խորունկ փափակը։ Եվ այդ թարնության փոքր արմատը կրնա հայտնվել այսօր Աստծո շատ մարդոց սրտերուն մեջ, երբ այդ մեկը բադահի շատ ահրելի բան է սիրելիներ։ Առաջին թագավորաց 22-րդ գլուխը մեզի կսորվեցնե համեմատել Դավիթի եւ Դավիթի անդրանիկի Տեր Հիսուս Քրիստոսի միջև։ Դավիթի կյանքի այս շրջանը կրնանք համեմատել մեր Տերոջ վիճակին հետ։ Թունև ես այսօր գաբրինք Տերոջ մերժումի օրերում մեջ։ Աշխարհը մերժեց Տեր Հիսուսը, ինչպես որ Դավիթը մերժվեցավ։ Սավուղ կհալածեր Դավիթին, ինչպես աշխարհը կհալածե մեզ։ Սատանան կնմանի մրնչո արյուծի, որ այս աշխարհի մեջ կփնտրե, թե ով գլե։ Եվ ինչպես Դավիթը սավ, իմ անձս արյուծներու մեջ է, եւ նույնպես այսօր մեր անձերը։ Հիմա են այդ օրերը, ուր Տեր Հիսուս Քրիստոս կգանչե մարդոց իր անվան եւ այս աշխարհեն դուրս։ Ան կգանչե մարդոց, որոնք նեղության մեջ են, որոնք բարդքերու մեջ են եւ անոնց, որոնք նեղացած են։ Դավիթ կրնար սպանել Սավուղին, բայց այդպես չրավ, որովհետեւ չուզեց ինք միջամտե, այլ Աստծո հանձնեց, որ ինք միջամտե։ Եվ այսօր Տեր Հիսուս կրնա դաբալել Սատանան, բայց չներ։ Եվ Սատանան մրնչո արյուծի պես կբդդի ու կփնտրե թե ով գլե։ Առաջին Պետրոս 5:8։ Միևնույն ադեն Տեր Հիսուսը մարդոց կգանչե իրեն հետևելու։ Եվ Տեր Հիսուս Դավիթեն շատ ավելին կրնա անել։ Այսինքն բրգել մեզ մեղքի ջնշումեն եւ աշխարհի անարդարութենեն, ներել մեր մեղքերը ու ազատել մեզ մահվան դատաբարդութենեն։ Սիրելիս, թերևս կյանքը այսօր քեզի թարնություն կպատճառե։ Եթե դու չտեսնես Աստծո ցերկը քո կյանքիդ մեջ, ինչպես որ Դավիթ տեսավ։ Բայց դա մեկը, որուն այսօր գրնանք երթալ, անմերժված թագավորն է, անմեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Սիրելիս, ինչպեսի թասեր կսորվիս Աստծո դբրոցեն, հատկապես ինչպեսի թասեր Դավիթի կյանքեն եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքեն։